Այսօրվա խոսքի վերնագիրն է շնորհքը չի ջնջում հետևանքները։ Գիտեք, Աստվածաշնչի յուրահատկությունը կայանում է նրանում, որ նա որ այն չի թաքցնում ոչ մի բան։ Սևը սև է ասում, սպիտակը սպիտակ։ Եվ որով եւ փաստում է իր ներշնչված լինելը։ Որովհետեւ եթե միայն մարդու ձեռքի գործ լիներ Աստվածաշունչը, մարդը հակված է սխալները եւ բաց թողումները, թերությունները չներգրավելու, ասենք, ենթադրենք Աստվածաշունչը գրողները, եթե միայն մարդկային լիներ, ինքը այնպես ինչպես հիմի գրված է, այդպես չէր գրվի։ Գիտեք, Աստվածաշնչի հերոսների մոտ 2-3%-ը հավատքի հերոսների իրենց կյանքի վերջում իրենք միշտ հեռանում են, չգիտեմ ինչ պատճառներով հեռացել են Աստծուց։ Մեղքի մեջ են ընկել, ասենք լավ սկսել են, եռանդով սկսել են, բայց հետո եկել է իրանց կյանքի մի պարագա, մի ժամանակ, որ սկսել են իրենք Աստծուց հեռանալ։ Եվ Աստվածաշունչը դա չի թաքցնում։ Ինչպես կա, այնպես ներկայացնում է, որով եւ ասում եմ, ինքը դրա համար է ներշնչված գիրք, որտեղ Աստված ոչ մի բան չի թաքցնում։ Աստվածաշունչը պատմում է Աստծո մասին, եւ եթե պատկերացրեք, եթե Աստված ուզենար նման թերությունները ծածկեր, կոծկեր, որտեղ նման հերոսներից է Դավիթը։ Այսօր մենք նայելու ենք Դավիթի մեր իրինա քրոջ ամուսին Դավիթի չէ, այլ թագավոր Դավիթի մասին, նայելու ենք այդ Դավիթի կյանքը եւ Աստվածաշունչը Դավիթին ասում է Աստծո սրտի համեմատ մարդ, բայց միևնույն ժամանակ ներկայացնում է Դավիթի մարդկային կողմը, Դավիթի մեղանչական կողմը, մենք գիտենք, բոլորս գիտենք Դավիթի մեղքը։ Եվ այսօր խոսալու ենք Դավիթ եւ Բերսաբե այդ պահի մասին, որտեղ շատ ենք լսել քարոզներում հպանցիկ անցել են, բայց այսօր մենք խորանալու ենք, մանրամասն խորանալու ենք, տեսնելու ենք ինչն էր պատճառը, ինչն էին հանգամանքները, որ Դավիթին դրդեցին այդ մեղքին, որտեղ Դավիթը, ասեմ ձեզ, կնոջ պակաս չուներ։ Դավիթը ուներ 8 կին եւ 10 հարճ։ Եվ սա էլ Աստվածաշունչը չի թաքցնում։ Գիտեք, եթե այսինքն մի բան գրված է Աստվածաշնչում, դա չի նշանակում, որ Աստված դա թույլ է տվել։ Այդ Աստված այդպես ուզել է, որ Դավիթը ունենա 8 կին եւ 10 հարճ։ Եվ այս ամենը մենք տեսնելու ենք, համարներով տեսնելու ենք, փաստելու ենք, թե եթե Աստված խոսում է բազմակնության մասին, եւ մենք տեսնում ենք հավատքի հերոսները, նամանավանդ նահապետները, իրենք ունեցել են, ասենք, եւ թագավորները ունեցել են հարեմ, եւ Աստվածաշնչի մեջ դրա մասին գրված է, եւ շատ ժամանակ մարդիկ ասում են, դե եթե Աստվածաշնչի մեջ գրված է, ուրեմն Աստված թույլ է տվել, բայց ոչ սիրելիներս, Աստված ի սկզբանե հենց ծննդոցի սկզբում, ծննդոց 2-րդ գլխում գրել էր ամուսնության աստվածաշնչյան պատկերը, գրել էր, որ մարդը կթողնի իր հորը եւ մորը եւ կմիանա իր կնոջը եւ իրենք կդառնան, այդ երկուսը մեկ մարմին կդառնան։ Չի ասում, որ մարդը կամ տղամարդը կմիանա կանանց, բազմաթիվ կանանց, ասում է կմիանա մեկ կնոջ եւ երկուսը մեկ մարմին կլինեն։ Ի սկզբանե Աստվածաշունչը որոշել էր մեկ տղամարդ եւ մեկ կին։ Բայց մենք գիտենք, որ բազում դեպքեր կան Աստվածաշնչի մեջ, որ հավատքի հերոսները, հավատացյալ մարդիկ ունեցել են շատ կանայք։ Էլի եմ կրկնում, սա չի նշանակում, որ Աստված համամիտ էր դրա հետ։ Եվ մենք տեսնելու ենք դրա հետևանքները։ Դավիթը շատ ինքը հարուստ կենսագրական ուներ, ռեզյումե, այսպես ասած։ Եթե ասենք մենք գնում ենք աշխատանքի ընդունվելու, ամեն մի գործատու պահանջում է մեզանից ռեզյումե, չէ՞, մեր ինքնակենսագրականը։ Դավիթը շատ հարուստ ինքնակենսագրական ուներ։ 15 տարեկանում նա օծվել էր թագավոր Սամուելի կողմից, հետո հաղթել էր Գողիաթին, ասենք, վերցրել էր Իսրայելի ամոթը խայտառակությունը, որտեղ ոչ մեկ չգտնվեց Իսրայելի մեջ, որ կարողանար Գողիաթի դեմ դուրս գար, այդ համարձակությունը չուներ, բայց Դավիթը մի պատանի դուրս եկավ Գողիաթի դեմ։ Հետո
Դավիթը քշեց բոլոր ազգերին, երբ որ արդեն հաստատվեց իր թագավորությունը, նա քշեց բոլոր ազգերին Իսրայելից։ Դավիթը ձեռք չբարձրացրեց Սավուղի վրա, մերժված թագավորի վրա, լավ իմանալով, հասկանալով, որ Տերը մերժել է Սավուղին, ընտրել է Դավիթին, սպասեց մինչև Տերը իր ձեռքով հեռացնի այդ խոչընդոտը իր կյանքից։ Դավիթը տապանակը Աստծո ամենակարևոր տեղափոխեց Երուսաղեմ, նախ գրավեց Երուսաղեմը, որովհետև Երուսաղեմը գրաված չէր։ Գրավեց Երուսաղեմը, տապանակը բերեց Երուսաղեմ, իր համար պալատ կառուցեց, եւ հենց այստեղից է սկսվեցին Դավիթի ձախորդությունները։ Առնվազն Դավիթը Աստծո պատվիրաններից 3-ը խախտեց։ Մի սպանիր, մի շնացիր, մի ցանկացիր։ Որպեսզի ավելի պարզ լինի ինչի մասին է գնալու խոսքը, եկեք ընթերցենք ուրեմն Տիրոջ խոսքից, որ գտնվում է 2-րդ Թագավորաց 11-րդ գլխում։ Մենք կարդալու ենք մի քանի համարներ, մինչև 7-րդ համարը։ Եվ եղավ հետևյալ տարին, որ թագավորները պատերազմի դուրս գալու ժամանակին Դավիթը Հովաբին եւ նրա հետ իր ծառաներին եւ բոլոր Իսրայելին ուղարկեց, որոնք ամոնացիներին կոտորեցին եւ Ռաբան պաշարեցին, բայց Դավիթը մնացել էր Երուսաղեմում։ Եվ մի օր իրիկվա դեմ Դավիթը իր անկողնիցը դուրս գալով պալատի տանիքի վրա ման էր գալիս եւ տանիքի վրայից մեկ կին տեսավ, որ լվացվում էր եւ այն կինը շատ գեղեցիկ էր տեսքով եւ Դավիթը մարդ ուղարկեց եւ հարցուփորձ արեց այն կնկա համար եւ ասեցին. ահա դա Բերսաբեն է, Էլիամի աղջիկը Քետացի Ուրիայի կինը։ Եվ Դավիթը падգամավորներ ուղարկեց եւ առավ նրան, եւ նա եկավ նրա մոտ, եւ Դավիթը պառկեց նրա հետ, եւ նա նոր էր մաքրված իր անմաքրությունիցը, եւ նա ետ դառավ իր տունը, եւ կինը հղացավ, եւ մարդ ուղարկեց եւ իմացրեց Դավիթին։ Դավիթին Աստվածաշունչը ասում է պատերազմի մարդ, արյան մարդ։ Այնպես էր ստացվել, որ Դավիթը 15 տարեկանից սկսած, երբ որ իր հովվությունը թողեց ու թագավորացվեց, Գողիաթի դեմ պատերազմելուց հետո ինքը սկսեց արդեն իր պատերազմական կյանքը։ Արյուն թափող մարդ էր Դավիթը։ Այնպես որ նույնիսկ Աստված արգելեց իրան իր տաճարը կառուցել։ Երբ որ Դավիթը ցանկություն հայտնեց, որ տաճար կառուցի Աստծո համար, Աստված ասեց. «Նո, դու չես իմ տաճարը կառուցելու։ Քո որդին Սողոմոնը, բայց ոչ դու։ Որտեվ դու շատ արյուն ես թափել»։ Մի կողմից Աստված պատվիրել էր Դավիթին քշեր բոլոր ազգերին Իսրայելի առաջից, մի կողմից Աստված ասում է, չէ, դու արյուն թափող մարդ ես։ Բայց ով կարա Տիրոջ միտքը հասկանա, ով կարա Տիրոջի ինչ որ մի բան ասի։ Տերը սուրբ է։ Միևնույն ժամանակ այդպես էր պետք որ լինի թագավոր, նախ Տիրոջ կամքը չէր, որ Իսրայելը թագավոր ունենա։ Սա էլ ենք տեսնելու։ Իսրայելը իր կամքով ուզեց թագավոր եւ Տերը զգուշացրեց։ Եվ նաեւ թագավորին էլ զգուշացրեց, որ թագավոր դու դառնաս։ Բայց սրանք կգանք հերթով։ Այդ ժամանակ ամեն ինչ սկսվեց նրանից, գրված է, որ բայց Դավիթը մնացել էր Երուսաղեմում։ Բոլորը գնացել էին պատերազմի, գարուն էր, Հովաբը իմիջիայլոց Դավիթի կարելի ասել գեներալն էր, լավ, զորքերի հրամանատարը։ Ուղարկել էր Հովաբին եւ մնացած զորքին պատերազմի, Դավիթը մնացել էր Երուսաղեմում։ Ինչ պատճառներով։ Միջև հիմին նա չէր դադարել պատերազմական կյանքով ապրելուց, բայց հիմին ինքը մնացել էր Երուսաղեմում իր պալատում, ուղարկել էր բոլորին պատերազմի, երևի համարում էր, որ ինքը այլևս պետք չի որ պատերազմի, դե 50 տարեկան արդեն մեծացել է, թող ուրիշները գնան պատերազմելու, հա։ Բայց հարցը նա է, որ երբ որ զորքը մի ինչ որ քաղաք էր գրավում, Հովաբը, այսինքն Դավիթի իհարկե հրամանով Հովաբը ասում էր Տերն ապրասկենա, այս ինչ քաղաքը գրավել ենք։ Հիմի արի մտի այդ քաղաքը առաջինը, որ բոլորը ասեն, որ Դավիթն է գրավել։ Գիտեք, այս պարագան ինձ հիշեցնում է որոշակի հավատացյալների, որոնք գալիս են հասնում են կյանքի ինչ որ մի տարիքի ու ասում են էլ բավա, չենք ուզում ծառայեն, ուզում ենք քչացնենք մեր ծառայությունները, թող ուրիշները ծառայեն, թող երիտասարդները ծառայեն, բայց միևնույն ժամանակ ուզում են ամեն ինչից տեղյակ լինեն։
ամեն իրադարձությունից, ամեն, չգիտեմ, հաղթանակներից։ Դավիթը երևի մտածում էր 35 տարիա պատերազմել եմ, հերիքա։ Հիմա թող արդեն գնան ջահելները պատերազմեն։ Շատ լավ է, գիտեք, այո, երիտասարդները պետքա պատերազմեն։ Երիտասարդները եկեղեցուն պետքա ծառայեն։ Բայց եթե մենք տարեցներս երիտասարդներին օրինակ չծառայենք, երիտասարդները չեն կարողանալու ծառայեն։ Երիտասարդները մեզ տեսնելով իրանք պետք է սովորեն ծառայելը։ Եթե մենք, որովհետև դա Աստված միշտ երիտասարդների հոսք լինի, որովհետև ապագան երիտասարդներին է։ Եվ եթե մենք տեսնենք երիտասարդների հոսք կա, եկել են եկեղեցու, մենք ասենք էլ չենք ծառայում, լավ է, եկե արդեն եկեղեցին երիտասարդներ կան, թող իրանք է ծառայեն, այդ երիտասարդները ինչ ասես անելու են։ Եվ մի բան էլ, քանի դեռ կարողանում ենք, մենք պետքա ասպարեզի մեջ մնանք, մենք պետքա կռվի մեջ մնանք, մենք պետքա ծառայության մեջ մնանք, որտեվ հենց մեր միտքը պարապվեց, գրված է, որ պարապությունը մեղք է ծնում։ Դավիթը գրված է, բայց մնացել էր Երուսաղեմում, դրա համար իր անկողնի վրա նստած էր, ես չեմ ասում, գիրքն ասում, իր անկողնուց վեր կացավ եւ դուրս եկավ տանիք։ Եվ ասում է, սկզբում նայեց, գիտեք, նայելը ինքնին ոչ մի բան չի, երբ որ քո աշկը, հայացքը ընկնում է ինչ-որ մի բանի վրա, դա մեղք չի, մեղքը նա է, երբ որ դու քո հայացքդ կանգնացնում ես այդ քո տեսածի վրա ու սկսում ես արդեն տեսնել։ Դավիթը գրված է նայեց ու Բերսաբեին տեսավ, որտեվ գրված է շատ գեղեցիկ էր։ Ինչպես նա հասկացավ գեղեցիկ էր, որտեվ տնտղեց։ Եվ այդ ժամանակ նայելուց արդեն անցնում է միտքը գնում է սիրտ, եւ սրտում էլ այդ մեղքը հղանում է, ծնվում է։ Թագավորական պալատը կառուցված էր բոլոր տներից ամենաբարձրը։ Դավիթը իր պալատը կառուցել էր սարի վրա, հենց տաճարի կողքը սարի վրա, ու մնացած բոլոր հարակից տները ցածր էին ավելի։ Ու երբ որ Դավիթը դուրս էր գալի պատշգամբ կամ տանիք, ինքը բոլոր իր տեսադաշտը տեսնում էր ամեն ինչ, եւ ինձ համար միշտ հարց է առաջացել, լավ, ինչի էր Բերսաբեն դուրս եկել տանիք, իմանալով հանդերձ, որ իրանից վերև կա թագավորի պալատը, դուրս էր եկել ու այդտեղ էր իր այդ մաքրման, լվացման արարողությունները կատարում, եւ մի ուրիշ թարգմանության մեջ գրած էր լողանում էր։ Լավ, այդ Բերսաբեն տուն չուներ, տան մեջ չէր կարա լողանալ, հարց առաջացել է։ Իմ այդ միշտ հարց է առաջացել, ինչի էր Բերսաբեն դուրս եկել տանիքում լողանում, շատ լավ իմանալով, որ թագավորը Երուսաղեմում է ու կարող է իրան տեսնի։ Եվ սա իրավիճակը ինձ միշտ շատ հարցերի տեղիք է տվել։ Գիտեք, միթե Բերսաբեն մտադրված էր դա անում։ Ուշադրություն գրավի։ Լինելով Ուրիայի կինը, Ուրիան Դավիթ թագավորի զորավորներից էր։ Զորավոր նշանակում է Դավիթ թագավորը ուներ 30 հզոր կռվողներ, որից մեկն էր Ուրիան։ Եվ Ուրիան այնքան նվիրված էր պետությանն ու իր թագավորին, որ անտես էր արել իր ընտանիքը, իր կնոջը, որ նույնիսկ որ Դավիթը իրան հետ է կանչում պատերազմի դաշտից, իհարկե մենք կտեսնենք ինչի համար է հետ կանչում, ասում է Ուրիան փոխանակ գնար զբաղվեր իր կնոջով, եկավ ու մնաց Դավիթի պալատում այդ ծառաների հետ, մնացած ծառաների հետ։ Դավիթը 2 անգամ փորձեց Ուրիային հետ ուղարկի, բայց Ուրիան չգնաց։ Եվ լինելով գեղեցիկ կին, Բերսաբեն երևի այդ ուշադրությունը այլ տեղ էր փնտրում։ Ուզում եմ ձեզ կարդալ առաջին Կորինթացիս 7-րդ գլուխը, առաջին Կորինթացիս 7 1-ից 7-րդ համարները։ Գիտեք, շատ կարևոր համարներ են, բայց շատ մոռացված ու չկիրառվող։ Բայց հիմա ես այսօր ուզում եմ թարմացնել սա մեր հիշողության մեջ։ Առաջին Կորինթացիս 7-րդ գլուխ 1-ից 7-րդ համարները։ Բայց այն բաների համար, որ ինձ գրեցիք, ասում եմ, թե լավ է մարդիս, որ կնկա չմոտիկանա, Պողոս առաքյալն է գրում։ Սակայն օրնկության պատճառով թող ամեն մարդ իր կինը ունենա եւ ամեն մեկ կին թող իր մարդն ունենա։ Մարդը թող իր կնկա պարտքը վճարի եւ այնպես էլ կինը իր մարդին։ Կինը իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ մարդը, այնպես էլ մարդը իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ կինը, իրար մի զրկեք, բայց միայն իրար հետ միաբանվելով մի քիչ ժամանակի համար, որ ծոմապահության եւ աղոթքի պարապվեք եւ դարձյալ մեկտեղ դարձեք, որ սատանան չփորձի ձեզ, ձեր անժուշկալության պատճառովը։ Փաստորեն, ինչ է ստացվում։
Աստված ամուսնության ինստիտուտը սահմանել է ոչ միայն որ լավ չի որ մարդը մենակ մնա, ոչ միայն որ բարեպաշտ ծերունդներ, որդիներ, զավակներ ունենան, որ Աստծուն փառք բերեն հետո, այլ նաև որ մեղքի մեջ չընկնեն կինն ու տղամարդը։ Եվ դրա համար Աստված ասել է ձեր մարմինը ձերը չի։ Երբ որ ձեր կինը կամ ձեր ամուսինը ցանկություն ունի, դու չպետք է զրկես իրան, մերժես իրան տարբեր պատճառաբանություններով։ Հոգնած եմ, գլուխս ա ցավում, քեզ էլ չեմ սիրում, ինձ ծաղիկ չես բերել։ Ձեր մարմինը գրված է ձերը չի, այլ ձեր ամուսնունը կամ կնոջինը կամ ամուսնունը կնոջինը, այսինքն նշանակում է իրար մի զրկեք, որպեսի սատանան դրանից չօգտվի, որպեսի ձեր կինը կամ տղամարդը այդ ուշադրությունը ուրիշ տեղ չփնտրի, ինչպես որ տեսնում ենք Բերսաբեի պարագայում։ Եվ շարունակենք Դավիթին այս փաստը չկանգնեցրեց, որ Բերսաբեն ամուսնացած էր, որ Բերսաբեն իր խորհրդականի թորնուհին էր, Դավիթը ուներ մի խորհրդական, որի անունը Աքիտոփել էր, սա հետո մենք կտեսնենք, շատ հավատարիմ մարդ, բայց Դավիթի այս արարքից հետո Աքիտոփելը միշտ պատճառ էր ման գալի, որպեսզի Դավիթին դավաճանի, եւ պատճառը եղավ։ Հոբ 31:1-ը հետեւյալն է ասում. Ուխ տարի իմ աչքերի հետ, որ կույսի վրա չմտածեմ։ Հոբը իր աշկերի հետ ուխ տար է, աշկեր, երբ որ իմ աշկերը ընկնեն մի գեղեցիկ սեռի վրա, անձնավորության վրա, ես ուխտ եմ անում, որ չեմ նայելու։ Գիտեք ինչի, որտեղ Մատթեոս 6:22-ը հետեւյալն է ասում. մարմնի ճրագը աչքն է։ Եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի։ Աչքերից են գալիս ամեն կեղտոտությունները։ Աշկերից, ականջներից մենք ինչ ենք լսում, ինչ ենք նայում, ինչի վրա է մեր հայացքը կանգնում։ Եվ Հոբը դա շատ լավ գիտեր։ Երկրորդ Օրինաց 17:17-ը հետևյալն է ասում. վերադառնանք Դավիթին ու Դավիթի բազմակնությանը։ Աստված շատ լավ գիտեր, որ Իսրայելը թագավոր է պահանջելու, մերժելու է Աստծուն որպես թագավոր եւ մարդկային թագավոր է պահանջելու։ Եվ Աստված ասեց. լավ, երբ որ թագավոր ուզեք, թող թագավորը, երկրորդ Օրինաց 17:17-ն ասում հետեւյալը. թագավորը իր ձիերին եւ կանանցը չշատացնի, որպեսի իր սիրտը չխոտորվի։ Ձիերին չշատացնի նրա համար, որպեսի իր զորությունը չդնի, իր հույսը չդնի իր բանակի վրա, իսկ կանանց չշատացնի, որ իր սիրտը չխոտորի։ Դրա համար եմ ասում, Աստված ի սկզբանե որոշել էր եւ նույնիսկ թագավորների համար մեկ կին եւ մեկ տղամարդ, կապ չունի թագավոր ես, թե ինչ ես, մեկ կին, մեկ տղամարդ։ Եվ Դավիթը ուներ 8 կին 10 հարջ, բայց սա Աստծո կամքը չէր։ Իսկ ինչի է գրված Աստվածաշնչում, որ մենք օրինակ վերցնենք մեզ համար։ Աստված այնքան արդար է, որ նույնիսկ մարդկային թերությունները, որ նույնիսկ մարդիկ կարող է այս ամեն գրվածքը օգտագործեն, իդեմ հենց Աստծո ասելով, բայ նայեք, այսպես, եթե Աստվածաշունչը այսքան լավ գիրք է, եթե Աստված այսքան լավն է, սուրբ է, ինչի է այս ամեն ինչը թույլ տվել։ Աստված թույլ չի տվել, Աստված ի սկզբանե սահմանել է կանոններ եւ օրենքներ, բայց մեզ տվել է ազատ կամք, հնազանդվելու կամ չհնազանդվելու։ Եվ չհնազանդվելու դեպքում, սիրելիներս, հետևանքներ կան, եւ այս հետևանքները մենք տեսնելու ենք։ Ղևտացիս 20:10 հետևյալն է ասում. եւ ով որ մի ուրիշ մարդու կնոջ հետ շնություն անի, անպատճառ պիտի մեռցվի, շնացող մարդն էլ, կինն էլ։ Դավիթը այս պարագայում ինքը մահվան արժանի էր, իսկ մեղքի վարձքը մահն է։ Կապ չունի ինքը սրտի մարդ էր, Աստծո ընտրյալ էր, թե ինչ էր, Դավիթը խախտել էր Տիրոջ պատվիրանը եւ մահվան Դամոկլեսյան սուրը իր գլխի վրա էր։ Բայց հարցը հիմից տեղ առաջանում է իսկ Բերսաբեն, որտեղ ստեղ գրված է, որ երկուսն էլ մահվան են արժանի, իսկ Բերսաբեի մասին ոչ մի բան գրված չի։ Գրված է, սիրելիներս։ Գրված է։ Երկրորդ Օրինաց 22:25-27 Երկրորդ Օրինաց 22:25-27 Բայց եթե մեկ մարդ մի նշանած աղջիկ դաշտի մեջ գտնի եւ նրան բռնադատելով նրա հետ պարկի, այն ժամանակ միայն նրա հետ պարկող մարդը մեռնի, որովհետեւ դաշտումը գտավ նրան, նա աղաղակել է, աղջիկը աղաղակել է,
հույսով եմ աղաղակել է, բայց նրան մեկ ազատող չկար, որտեղ դաշտի մեջ էր, ոչ մի լսող չկար։ Այս պարագայում Բերսաբեն ոչ մի մեղք չէր ունենա։ Բայց նույն երկրորդ օրինաց 22-23-ը հետևյալն է ասում. եթե մեկ կույս աղջիկ մի մարդի նշանված լինի, եւ մեկ մարդ գտնի նրան քաղաքի մեջ եւ քաղաքի մեջ, նայեք, այնտեղ դաշտի մեջ, այդտեղ քաղաքի մեջ տարբերություն կա։ Եվ նրա հետ պարկի այն ժամանակ երկուսին էլ դուրս հանեք, այն քաղաքից դուրս եւ նրանց քարկոծեք, որովհետեւ աղջիկը չաղաղակեց քաղաքումը եւ մարդը լլկեց իրեն։ Այսինքն քաղաքում բնակչությունը շատ է, եթե աղջիկը ձայն հաներ, իրան ազատող կլիներ ի տարբերություն դաշտից։ Դավիթի պարագայում տեսնում ենք Բերսաբեն գրված է, եկավ ու պարկեց Դավիթի հետ, ոչ աղաղակեց, ոչ դիմադրություն ցույց տվեց։ Եկավ ու պարկեց։ Գիտեք, այն ժամանակվա թագավորները իրավունք ունեին իրենց աշկի ուզածը անելու, բայց ոչ Դավիթը, որտեղ Դավիթը Աստծո մարդն էր, եւ եթե Բերսաբեն դեմ կանգներ, ես համարյա համոզված եմ, որ Դավիթը ուշքի կգար։ Կապաշխարեր եւ այդ բանը չէր անի։ Դավիթը ապաշխարում է, բայց ցավոք սրտի շատ ուշ։ Եվ սա Դավիթի համար բեկման պահ էր լինելու, որովհետև այն, ինչ արեց Դավիթը, նույնությամբ կրկնելու էին իր որդիները։ Գիտեք, Դավիթը մոտավորապես, եթե չեմ սխալում, 20 երեխա ուներ, ամենայն դեպս ինչ որ Աստվածաշնչի մեջ գրված է, եւ Դավիթի առաջնեկը Ամնոնն էր։ Ամնոնը սիրահարվում է իր քրոջ, կիսաքրոջ Դավիթից, բայց ոչ նույն մորից, սիրահարվում է, բայց դա սիրահարվել չէ, այլ գիրք է տածում եւ բռնադատում է, այսպես ասած, իր քրոջը։ Ինչպես որ Դավիթը արեց Բերսաբեին։ Եվ Դավիթի մյուս որդին Աբիսողոմը, որի հարազատ քույրն էր, այս աղջիկը սպանում է Ամնոնին, բայց ոչ իր ձեռքով, այլ ուրիշների ձեռքով, ինչպես Դավիթը սպանում է Բերսաբեի ամուսնուն։ Մենք կտեսնենք սա։ Եվ գրված է, բայց նախքան գրվածին անցնել ուզում եմ մի բան ասել։ Երեխաները ինչ տեսնում են ընտանիքում, այն էլ սովորում են։ Ուստի իմ եւ ձեր խորհուրդը ճիշտ եւ աստվածահաճո օրինակ լինել մեր զավակների համար։ Բերսաբեն հղիանում է եւ ինչ պետք է աներ Դավիթը, մեղքը մի ուրիշ մեղքով ծածկեր։ Փոխանակ զղջար ապաշխարեր մի անգամից, որպեսի հետևանքները ավելի ցավագին չլինեին, նա փորձում է, երբ որ մարդ սուտ է խոսում, այդ սուտը ծածկելու համար մի ուրիշ մեծ սուտ պիտի խոսի։ Եվ Դավիթն էլ մեղք էր գործել, այդ մեղքը ծածկելու համար մի ուրիշ մեղք պիտի գործեր։ Եվ որն էր լուծումը ամուսնուն Ուրիային կանչելը պատերազմից եւ իր տուն ուղարկելը, որպեսի այնպես լինի, որ Ուրիայից է այդ զավակը եղել։ Ուրիան գրված է քետացի էր։ Քետացի նշանակում է քանանացի, այսինքն այդ ազգերից էր, որ Իսրայելը պետքա քշեր իրենց արջևից, բայց այնպես է պատել, որ Իսրայելը չի կարողացել կամ չի ցանկացել կամ ծուլացել է բոլոր այդ ազգերին, որ Տերը պատվիրել էր քշել իր արջևից, եւ Ուրիան այդ մեկ ազգերից մեկն էր, որ հավանաբար իր ծնողները հրեություն էին ընդունել եւ նա հավատարիմ ծառայում էր Իսրայելի թագավորին եւ Իսրայելի Տեր Աստծուն։ Չլինելով խոստմունքի որդի, այսինքն Աբրահամի սերունդից, նա շատ խոստմունքի որդիներից ավելի բարոյական եւ ավելի արժանապատիվ գտնվեց։ Չլինելով թլպատված, թլպատված Դավիթից ավելի աստվածավախ էր։ Գիտեք ինչի, երբ որ Դավիթը երկու անգամ փորձեց Ուրիային ուղարկի իր տուն, նոր պատերազմից եկած, չէ, ամիսներով իրենք այդ պատերազմի դաշտում են, եւ նայեք Ուրիայի խոսքերը, ասում է. «Տապանակը եւ Իսրայելը եւ Հուդան վրաններում են բնակվում եւ իմ տեր Հովաբը ու զորքը դաշտի երեսին են բանակ տվել եւ ես գնամ իմ տունը ուտելու եւ խմելու եւ կնկաս հետ պարկելու, այո Ուրիա, պետք է գնայիր, կնկատ կարիքները բավարարեիր»։ Այս բանը ասում ես չեմ կարող անել։ Թագավորն ապրասկենա։ Անթլպատ Ուրիան թլպատված Դավիթից ավելի էր մտածում տապանակի ու Իսրայելի մասին։ Շատ ժամանակ գիտեք մեր շրջապատում էլ կան անապաշխար մարդիկ, որ
ավելի բարոյական են, ավելի սկզբունքային են, քան հավատքի մարդիկ։ Եվ ինչ է անում Դավիթը։ Նորից չի խրատվում, նորից չի ապաշխարում, նորից ետ չի կանգնում։ Գրված առավոտյան մի նամակ է գրում եւ հենց Ուրիայի ձեռքով ուղարկում է իր հրամանատարին Հովաբին, ասելով, որ Ուրիային դրեք պատերազմի թեժ տեղում եւ դուք նրանից ետ քաշվեք, որ նա զարկվի եւ մեռնի։ Եվ Հովաբը այդպես էլ անում է, առանց հասկանալու, որ ոչ միայն Ուրիան էր մահանալու, այլ նաև շատ զորք Ուրիայի հետ միասին, որտեվ Ուրիային սպանելու միակ ձևը այն էր, որ ինքը դներ քաղաքի պարիսպներին մոտիկ, որպեսզի նետերը հասնեին իրան։ Իսկ Ուրիան մենակ իհարկե չէր լինելու, դրա համար որպեսզի այդ դավաճանությունը քողարկեր, նա զորք էր ուղարկելու Ուրիայի հետ եւ այդպես շատ ժողովրդի մահվան պատճառ էր հանդիսանալու Դավիթը։ Սաղմոս 1-ը հետևյալն է ասում. երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում եւ մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում։ Հռոմեացիս 1:31-32 Հռոմեացիս 1:31-32 հետևյալն ասում. անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ, որ Աստծո իրավունքը հասկանալով, թե այսպիսի բաներ գործողները մահի արժանի են, ոչ թե միայն այս բաներն անում են, այլ գործողներին էլ կամակից են լինում։ Այսպիսի մի հասկացողություն կա, пассив ծխող։ Մարդը չի ծխում, բայց երբ որ ինչ-որ մի ծխողի հետ կանգնած է նույն փակ միջավայրում, այդ ծուխը ինստինկտիվ ինքն էլ է կլանում ու դա այդպիսով ինքը դառնում է ծխող, пассив ծխող։ Մեր պարագայում Հովաբը չսպանեց Ուրիային։ Ոչ էլ Դավիթը իր ձեռքով։ Դավիթը որոշեց Հովաբը, ինչպես Սաղմոսն է ասում, ամբարիշտների խորհրդի մեջ կանգնեց։ Կամակից եղավ, մեղք գործողին կամակից եղավ։ Գիտեք, շատ հետաքրքիր նաև Աստվածաշունչը մի քանի գլուխ այն կողմ, երբ որ Դավիթի որդին ապստամբություն է բարձրացնում Դավիթի դեմ եւ պարտվում եւ ասում է գնում է անտառի մեջ, խճճվում է, իր մազերը բռնվում են ծառերից ու չի կարողանում առաջ գնալ, Հովաբի զինվորներից մեկը տեսնում է այդ Աբիսողոմին, որ ամբողջ Իսրայելը խառնել էր իրան, բայց ձեռք չի բարձրացնում Աբիսողոմի վրա, որովհետեւ թագավորը ասել էր, խնդրում եմ իրան կենթանի պահեք։ Գալիս է Հովաբին, ասում է ընդեղ է Աբիսողոմը, ասում է ինչի՞ չես սպանել Հովաբը իրան։ Ես քեզ ասում եմ շատ փող կտայի, իշխանություն կտայի, ասում եմ նո, չեմ կարա ես, որտեվ հրաման կա։ Հովաբը գնում է ու սպանում է։ Տեսնում եք տարբերությունը Հովաբի եւ այդ ծառայի, Ուրիայի եւ Դավիթի։ Շատ երկրների քրեական օրենսգրքում այսպիսի մի հոդված կա։ Քրեորեն պատժելի է համարվում օգնության կարիք ունեցողին ձեռք չմեկնելը։ Երբ մարդը օրհասական վտանգի մեջ է ու դու պատահաբար գտնվել ես այդ վայրում, կարբ չունի, իր կյանքին եթե վտանգ ասպարում, եթե քո ձեռքից մի բան գալիս է, որ այդ մարդու կյանքը փրկես ու դու չես անում, չնայած դու ընդհանրապես կապ չունես այդ մեղքի հետ, այդ իրադարձության հետ, բայց եթե դու հնարավորություն ունես ու ձեռք չես մեկնում, դու նույնչափ մեղավոր ես համարվում, ինչքան այդ ասենք մեղք գործողը կամ ասենք մարդ սպանողը։ Ցանկասիրությունը Դավիթին շնության մեջ գցեց։ Բարոյալակման, որն էլ տարավ նրան սպանության։ Ամեն լափող կրակ սկսվում է մի փոքր կայծից, բորոտությունը մաշկի վրա սկսվում է մի կետից։ Հետո տարածվում է ամբողջ մարմնով, եթե դրա դեմը չենք առնում։ Եվ դրա դեմը միայն Աստված կարող է առնել, բորոտության դեմը միայն Աստված է առնում, սիրելիներս, բայց Դավիթը չէր շտապում Աստծուն դիմել։ Միջև մի տարի անցավ, երեխան ծնվեց Բերսաբեի, ու այդպես էլ կշարունակվեր, գիտեք, գրված է, բայց այս բանը չար երևեցավ Տիրոջ աչքին։ Սիրելիներս, դու կարող ես մոռանալ, դու կարող ես մտածես, դե Աստված անմիջապես չի պատժել, չի միջամտել, ուրեմն նորմալ է, լավ։ Նամանավանդ, որ Ուրիան էլ չկար արդեն, եւ ինչ է անում Դավիթը, Բերսաբեին կնության է առնում, մտածելով, որ լավություն եմ անում, նայեք իմ զինվորը
իր կինը մնացել է որբևայրի, հիմի ես կամուսնանամ իր փարիսեցիություն, գիտեք, փարիսեցիություն։ Ոնց որ փարիսեցիները, երբ որ Հիսուսին արդեն բռնել էին եւ պետքա մահվան էին դատապարտել, Պիղատոսին ասում էին՝ «Խաչիր դրան, խաչի անիր» եւ այլ եւ գրված ասում է զատիկ էր։ Արդար մարդուն մահվան էին դատապարտել, բայց քանի որ զատիկ էր, իրանք այդ նույն Պիղատոսի տունը չէին ուզենում մտնել, ինչա որ ինքը անհավատ էր եւ դրանով իրանք իրանց կպղծեին։ Նայեք փարիսեցիության այդ աստիճանը, Դավիթը մարդուն ուղարկել էր մահվան, իր կնոջ հետ ամուսնացել էր, ասելով, որ ես բարություն եմ արել Ուրիային։ Եվ Տերը միջամտում է, սիրելիներս, որտեվ Տերը մեղավորի կորուստը չի ուզում, նամանավանդ իր զավակի։ Նա համբերատար սպասեց Դավիթի ապաշխարությանը եւ Նաթան մարգարեին է ուղարկում։ Քանի որ Դավիթը, երբ որ մեղք կա քո եւ Աստծո միջեւ, դու չես լսում էլ Աստծո ձայնը։ Նամանավանդ երբ որ Տերը խոսում է, դու բթացրել ես քո զգայարանները, եւ Տերը ինչ պիտի անի, Տերը պիտի քո ուշադրությունը, դու իր զավակն ես, Տերը քեզ այդպես չի թողելու, քո ուշադրությունը ինչ որ մի ձևով պիտի գրավի։ Տերը խոսում է իր Սուրբ Հոգու միջոցով, իր խոսքի միջոցով, բայց քանի որ դու խոսքը չես կարդում, իր Սուրբ Հոգուն էլ քո մեջ մարել ես, քնացրել ես, հեռացրել ես, Տերը մեկ ռադիկալ միջոցների է դիմում։ Եվ գիտեք որն են այդ ռադիկալ միջոցները։ Քո ուշադրությունը գրավելու համար Տերը երբեմն փորձություն կարող է թույլ տա քո կյանքում հայտնվի։ Դավիթի պարագայում Նաթան մարգարեին է ուղարկում եւ Նաթան մարգարեն հետաքրքիր մի պատմություն է անում մի հարուստ մարդու, որ ամեն ինչ ուներ, եւ մի աղքատ մարդու, որ ընդամենը մի հատ գառնուկ ուներ։ Դավիթին հասկանալի լեզվով, որտեվ Դավիթը ինքը լինելով հովիվ, շատ լավ հասկանում էր այդ լեզուն։ Ու այս հարուստ մարդը, որ ամեն ինչ ուներ, ասում է, մի հատ հյուր է գալի իր տուն եւ փոխանակ իր եղած գառներից վերցնի այդ հյուրին կերակրի, ասում է, վերցնում է այդ խեղճ ու աղքատ մարդու փայփայած գառնուկին, մորթում է ու հրամցնում է իր հյուրերին։ Դավիթ ասում է, բարկացած վերակենում, ասում է, այդ մարդը մահվան արժանի։ Նաթանը ասում է, այդ մարդը դու ես։ Դավիթը տեղն ու տեղը ապաշխարում է։ Նաթանը ասում է, չես մեռնի, որտեվ Աստծո շնորհքն է գործում։ Եփեսացիս 2:8-ն ասում է, շնորհքով ենք փրկվում հավատքի միջոցով եւ դա ձեզանից չի, այլ Աստծո պարգևն է, սակայն շնորհքը, սիրելիներս, մեզ չի ազատում պատասխանատվությունից։ Նայեք ինչ է ասում Նաթանը Դավիթին։ Նորից ետ գնանք երկրորդ Թագավորաց 11-րդ գլուխը։ Այս դեպքում 12-րդ գլխում է, ուրեմն 12-րդ գլխից 10-ից 13-րդ համարում է երկրորդ Թագավորաց 12-րդ գլուխ 10-ից 13 համար։ Եվ ահա Նաթանն ասում, իհարկե Տիրոջ խոսքերը ասում է, եւ ահա սուրը Դավիթ քո տանիցը չի հեռանա։ Միջև հավիտյան, փոխանակ, որ անարգեցիր ինձ եւ քետացի Ուրիայի կինը առար, որ քեզ համար կին լինի։ Այսպես է ասում Տերը, ահա ես քեզ վրա չարիք եմ հարուցանելու քո տանից, քո որդի Աբիսողոմը քո դեմ է ելնելու, քո թագավորությունը վերցնի։ Եվ առնելու եմ քո կանայքը քո աչքի առաջին եւ պիտի տամ քո ընկերին։ Աբիսողոմը երբ որ թագավոր է դառնում, Դավիթի բոլոր հարճերը, որ այնտեղ մնացած էին, մեկ առ մեկ բոլորի աչքի առաջ բոլորի հետ պարկում է։ Եվ նա պիտի պարկի քո կանանց հետ այս արեգակի աչքի առաջին, որովհետև դու ծածուկ արիր Բերսաբեի հետ, բայց ես այս բանը պիտի անեմ բոլոր Իսրայելի առաջին եւ արեգակի առաջին։ Եվ Դավիթը ասեց Նաթանին. մեղանչել եմ Տիրոջ դեմ, եւ Նաթանն ասեց Դավիթին. Տերն էլ ներեց քո մեղքը, չես մեռնի։ Միայն որովհետև Տիրոջ թշնամիներին այս բանով առիթ տվիր հայհոյություն անելու, ապա այն որդին էլ, որ պիտի ծնվի քեզ համար, պետք է մեռնի։ Սիրելիներս, շնորհքը Աստծո շնորհքը։ Դավիթը մեղքի հետևից գործելով գնում էր, ինչքան մեղք էր գործում, այնքան թաղվում էր, բայց Տերը եկավ։ Տերը իր շնորհքը ցույց տվեց, սա է շնորհքը, որ մենք մեղքի վարձքը մահը, մենք մահվան ենք արժանի։ Ի ծնե Ադամի միջոցով, Ադամի ժառանգական մեղքով մենք մահվան ենք արժանի։ Երբ որ ամեն անգամ մենք մեղք ենք գործում, մենք մահվան ենք արժանի, բայց այստեղ Տիրոջ շնորհքը հենց սրա մեջ է, որ ով հավատաց Հիսուս Քրիստոսին, ինքը այդ շնորհքի տակ է եւ իր
եւ անցյալ, եւ ներկա, եւ ապագա մեղքերը ներված են։ Մի քիչ բան է հնչում, որ երբ որ ես ասեմ ինչքան էլ դու մեղք գործես, քո մեղքերը ներված են, որտեվ մի կողմից մենք կարող ենք մտածենք, ուրեմն միշտ մեղք գործենք, բայց չի, Աստված արդար է, որովհետեւ ամեն մեղք ունի իր հետևանքը, ինչպես Դավիթի արած մեղքը։ Եվ մեղքը Եբրայեցիներից թուղթը ասում է ժամանակավոր է, քեզ հաճույք պատճառում։ Ուստի մտածենք, այդ ժամանակավորի համար կարանք կորցնենք մեր հավիտենական, արդյոք արժի ժամանակավորի համար մեր հավիտենականը կորցնենք։ Որտեվ շնորհքը մի բան է, երբ որ Իսրայելը անապատում օձերը խայթում էին, Մովսեսը փայտը բարձրացրեց, օձ փաթաթված եւ ասում է, ով նայեց փրկվեց, սա շնորհքն է։ Ով նայի խաչը բարձրացած Հիսուսին, ինքը կփրկվի։ Եվ սա Աստծո խոստացված պարգևն է, ու այն փոփոխական չի, անբեկանելի չի։ Նա չի գործում այսօր կամ վաղը կարող է չգործի, դա Տերը խոստացավ, որ ով հավատաց իմ միածին որդուն հավիտենական կյանք կունենա, ով հավատաց իմ միածին որդուն Հիսուս Քրիստոսին, նա հավիտենական կյանք կունենա, ոչ թե ով հավատաց միակ եւ անկրկնելի Աստծուն, Եհովային, Հորը, Հիսուս Քրիստոսին։ Շատ շնորհքն է, որ Աստված արեց Դավիթին, որ մահվան արժանի լինելով, Աստծուց հեռացած լինելով, իր սրտի հաճույքներին տրված լինելով, հանդերձ միևնույնը Աստծո շնորհքը հասավ նրան, երբ նա զղջաց ու ապաշխարեց։ Սիրելիներս, ես ինձ ու քեզ ցանկանում եմ Աստծո սրտի համեմատ մարդ լինենք ու մտածենք, այո, մեր մեղքերը ներված են, այո, մենք Աստծո շնորհքի տակ ենք քայլում, բայց մեղքը ունի միշտ իր հետևանքը, ցանկացած մեղք։ Եկեք թույլ չտանք, որ ժամանակավորը կարճ տևող հաճույքը մեզ սեփ խրի մեր եւ հավիտենական Աստծո միջև։ Տերը օրհնի իր կենթանի խոսքը իր փառքի համար։ Ամեն։